Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 17-ն է 2026 թվական։ Իհարկե մեր ազգային ժողովի նիստերին, ելույթներին, օրակարգին չեմ անդրադառնում սովորաբար, որովհետև դե անելիք չկա, ինչի մասին է խոսքը։ Նա ում ինչ ասեց, նա ում հայհոյեց, նա ում ինչ ասեց, նա ում վիրավորեց, հետո նա նրան ինչ-որ բան հիշացեց, Ժորժ ջան, դա մեզ ինչ է տալու։ Բայց ուղղակի քանի որ լուրերը նայում եմ, որպեսզի ձեզ ներկայացնեմ ուշագրավ նյութերը իմ մեկնաբանությամբ, նկատեցի մի հատ վտանգավոր հայտարարություն, որ արել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորը, որը իհարկե դա ծաղկացրել էր Նիկոլ Փաշինյանի նախկին խոսքերը, կարծելով որ Նիկոլ Փաշինյանի ասածը Սփյուռքի հետ կապված այդքան էլ համոզիչ չի, փորձել է ինքը ավելի գրագետ արդարացնել Նիկոլ Փաշինյանի հարձակումը Սփյուռքի վրա, կամ որ Սփյուռքը անելիք չունի եւ այլ եւ այլ։ Դրա համար սա արդեն անդրադառնում է ոչ սոսկ մի падգամավորի կարծիքին, այլ այս падգամավորը ցանկանում է սրբագրել Նիկոլ Փաշինյանի ասածը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյան։ Մի տարածված միֆ կա Հայաստանում, ասում են, որքան ավելի ուժեղ է Սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը։ Սա կատարյալ սուտ է։ Սփյուռքի թվային հզորացումը հնարավոր է հիմնականում Հայաստանից նոր արտագաղթի կամ այլ սփյուռքյան համայնքների ներգաղթի հաշվին։ Այն մարդիկ, որոնք ասում են, թե Սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է, ինչ ասեն Հայաստանը պետք է թուլանա, որովհետև Սփյուռքի հզորանալու ուրիշ ճանապարհ չկա։ Փոխարենը մենք պետք է խրախուսել Սփյուռքից մարդկանց տեղափոխումը Հայաստան, Սփյուռքից մարդիկ պետք է տեղափոխվեն Հայաստան, ինչի հետևանքով Սփյուռքը կթուլանա, իսկ Հայաստանը կհզորանա։ Այլ ճանապարհ ուղղակի չկա։ Հիմա շարունակությունը կասենք։ Ուրեմն նախ Սփյուռքի հզորացումը, Սփյուռքը օրգանապես կապված է Հայաստանի հետ, Սփյուռքի հետ կապված հզորանալ ասածը միայն նա չի, որ քանակով ավելանան, որովհետև ցեղասպանությունից մազապուրծ եղած հասել են տարբեր երկրներ, պատկերացրել եք, թե ինչ դաժան պայմաններում են ապրել, ինչ օրեր են քաշել, ինչ դժվար են աշխատել, որ կարողացել են մի փոքր գումար աշխատել, երեխաներ ունենալ, այդ երեխաներին կրթության տալ, հետո նրանց երեխաները արդեն ավելի բարեկեցիկ վիճակով մտածել են մյուսների մասին, ավելի քան 100 տարի է անցել, որ երրորդ սերունդն է արդեն ապրում Սփյուռքում։ Նրանք շատերը կայացած, շատ լուրջ, գիտնական մարդիկ են, գործարար մարդիկ են, տարբեր ոլորտներում ներկայացված մարդիկ են եւ լուրջ անելիք ու ասելիք ունեն։ Բայց Սփյուռքի հզորանալը ո՞րն է։ Միայն քանակը։ Բա այն մարդիկ, ովքեր գնացել են, եւ նրանց սերունդները, ովքեր կայացել են բարեկեցիկ երկրներում, անվտանգ երկրներում, ժողովրդավար երկրներում, նրանք չեն հզորացել։ Բա ինչ է անում Հայաստանի իշխանությունները։ Առավոտից իրիկու անուն ա դնում, որովհետև Թուրքիայի նախագահը ասել է, որ գիտեք ինձ ինչքան է մտահոգում այդ Սփյուռքը, այդ Սփյուռքն է Հայաստանի իշխանություններին խելքից անում, դրա համար չեն համաձայնում մեզ այդ հարաբերությունները լավացնել։ Ժողովուրդ ջան, ուրեմն Էրդողանը, որը ղեկավարում է մի հատ երկիր, որը 783.500 քառակուսի կիլոմետր է, մոտ 85, ավելի քան 85 միլիոն բնակիչ, համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով, երկու տարբեր ցուցանիշով աշխարհում մեկը 16-րդն է, մեկով 11-րդն է, ՆԱՏՕ-ի անդամ է եւ սարսափած է մեր Սփյուռքից։ Ու պարզվում է, որ այդ Սփյուռքը թույլ է եւ նայնա պետք է վեր կենա գա Հայաստան, նա չի կարող այնտեղ ուժեղանալ։ Եթե ուժեղանա ֆիզիկապես մենակ քանակով կարող է ուժեղ։ Դուք որ Սփյուռքին նեղացնում եք, ասում եք ուր ես գնացել, չէի կարում գա այստեղ աշխատեիր, որ Նիկոլ Փաշինյանը պատմում էր, որ գնացել եմ, մտել եմ եվրոպական մի երկիր, մատուցողը հայ էր, ասում են բան չի չես գալի հայերենում մատուցող Հայաստանը մատուցողի տեղ չկա, եկել ես տեղ ես աշխատում։
Այդպես անհարգալից արհամարական փոխանակիր հայրենակցինա տեսե ցեղասպանությունը շղթելու համար ասենք պետք է հատ հաշվենք դե նա կարողա 1.5 չի կարողա քիչա կարողա ավելա այդ բոլոր ասածը Նիկոլ Փաշինյանի իր անգրագետության հիմնավորումները այնքան էր անլուրջ որ փաստորեն Արման Եղոյանը փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանին եւ բացատրել որ Սփյուռքը չի կարող հզոր լինել Սփյուռքը ընդհանրապես կամ պետք է տեղափոխվի Հայաստան մի շարունակությունն էլ ասեմ որ պատկերացրեք անդրադառնալով այն դիտարկմանը թե Հայաստանը Սփյուռքի հետ միասին մեկ քաշային կարգ է իսկ առանց Սփյուռքի մեկ այլ Եղոյանը դա եւս կատարյալ միֆ է անվանել Սփյուռքն ինքնին չունի հստակ քաշային կարգ Սփյուռքում չկա մեկ կենտրոն ինչպես պետություններն ունեն բյուջե, բանակ, տնտեսություն, մշտական բնակչություն եւ այլն Տարբեր երկրներում գործող հայկական համայնքներն ու կազմակերպությունները հաճախ ունեն տարբեր անգամ հակադիր քաղաքական դիրքորոշումներ Սփյուռքը չունի մեկ հեռախոսահամար որ զանգես ինքը պատասխանի իր ամբողջ քաշային կարգով ու ասի իմ քաշային կարգը միացնում եմ քո քաշային կարգին ով է այդ հեռախոսահամարի տերը ասել է պատգամավորը հիմա կշարունակենք սա հասկանանք Սփյուռքը միասնական չէ տարբեր կարծիքներ ունեն անգամ հակադիր կարծիքներ ունեն եւ չկա այն հեռախոսահամարը որ զանգես ու Սփյուռքի կարծիքը միանշանակ իմանաս սա գիտեք ինչ է հիշեցնում որովհետև Արման Եղոյանը վերջերս Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահն էր երևի ստեղ ընդեղ այդ արտահայտությունը լսել է իրան դուր է եկել բայց չի կարողացել խորանա հասկանա էությունը այդպես սիրողական մակարդակով ուղղակի այդ բառերն իրան տպավորել են տարիներ առաջ Երբ որ խոսում էին անցյալ դարի 70-ական թվականների մասին, ստույգ թիվ չեմ կարող ասել, որտեղ իրականում պարզ է, որ դա ստույգ այդպես չի եղել, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գծով քարտուղար Հենրի Քիսինջերը 1969-ից 75 թվական եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար նույն Հենրի Քիսինջերը 73-ից 77 թվական եղել է Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի ժամանակ, երբ որ Նիքսոնը հրաժարական տվեց։ Այսինքն 2 տարի եղել է համատեղել է պետքարտուղարի եւ ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնները։ Այդ լեգենդար անձնավորությունը, որը 100 տարեկանում մահացավ, նրան ուղակի հարցնում են ինչու եմ ասում ստույգ թիվ չի, նրան ուղակի ասում են նենց անտարբեր եք եվրոպական կարծիքի նկատմամբ, ոնց որ հաշվի չեք նստում եվրոպական կարծիքի հետ, ինքն էլ ուզում է ցույց տա, որ եվրոպական կարծիքը միանշանակ չի, տարբեր երկրներ տարբեր կարծիք ունեն, չկա տենց միասնական կառույց եւ միասնական մեկը, որին զանգես իմանաս, եւ ինքը հեգնական ասում է Ատվեք են հեռախոսահամարը, որով կարող եմ զանգել Եվրոպա եւ իմանալ նրանց կարծիքը։ Թվում է թե իսկականից էլի, ասենց խառը կարծիք ունեցող Եվրոպան ոնց կարող է պատահի կազմակերպված եղել։ Իհարկե 2012 թվականին ներողություն Վարշավայում մի ելույթի ժամանակ Հենրի Քիսինջերին հիշեցրել էին այս բառերը, ինքը ասել էր ես չեմ հիշում, որ այդպիսի բան եմ ասել, բայց ասածը դուրս եկել է, եթե ինձ են վերագրում, լավ են անում, թող վերագրեն ինձ։ Դրա համար ստույգ տարեթիվը չեմ ասում, որովհետև դա արձանագրված չի, որ մասնամիֆ որ մասը իրականություն, բայց մնացել է Արման Եղոյանը այդ արտահայտության տպավորության տակ։ Եվ փաստորեն ուժեղ մարդ հա պետք մի հոգի, որին զանգես հարցերը լուծի։ Բա այդ դեպքում Արման Եղոյանը կարող է պատահաբար հիշի, որ այն ժամանակ ինքը Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահն էր, երբ որ այն մեր թագավոր աղբերը Դոնալդ Տրամպը թագը գլխին դրած, որ անհարգալից էր խոսում Ուկրաինայի հասցեին եւ անգամ պատրաստվում էր Ռուսաստանի հետ հարաբերությունը կարգավորելով օգոստոսի 15-ին արդեն հանդիպել էր Անկորիջում Վլադիմիր Պուտինի հետ եւ բաներ էին պայմանավորվել
Եվրոպական տես խառը կարծիք ունեցող մի քանի հոգի օգոստոսի 18-ին, այսինքն համարյա մի տարի առաջ, վաղն է 18-ը, 2025 թվականի օգոստոսի 18-ին գնացին Դոնալդ Տրամպի հետ օվալաձև աշխատասենյակում հանդիպեցին 5 եվրոպական երկրների ղեկավարներ, Մեծ Բրիտանիայի վարչապետ այն ժամանակվա Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջը Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուպը։ Եվ դրան գումարվեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Հանկարծ չասենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եվրոպական չինովնիկ չի, Եվրոատլանտյան, դա թյուրիմացություն է, որովհետև համաձայն պայմանավորվածության ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մշտապես լինում է Եվրոպայից, պաշտպանության շտաբի պետը լինում է Ամերիկայից, իսկ Մարկ Ռյուտեն հստակ եվրոպական քաղաքականություն առաջ տանող է և ՆԱՏՕ-ում էլ եվրոպական շահերը առաջ տանող գործիչ է, և մինչև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար դառնալը եղել է Նիդերլանդների վարչապետ 2010-ից մինչև 24 թվական, ինդեպ շատ լավ վարչապետ, որովհետև Հոլանդիայից մի քանի հայրենակիցներ, մի հոգի չի, երկու հոգի չի, որ ասել է, հնաբնակներ ասել են, որ շատ ենք ափսոսում, որ ինքը մեր վարչապետը չի, մենք շատ գոհ էինք իրանից, չեմ կարող ասել, ընդեղ չեմ ապրում, որպեսզի ես իմ անձնական կարծիքը ունենամ, մի քանի մեր հայրենակիցների կարծիքը ասացի, այսինքն այս մարդիկ գնացին, Տրամպին ասեցին, չգիտեմ դու Պուտինի հետ ինչ ես պայմանավորվել, եկել ենք ասել, որ Ուկրաինայի հետ կապված դու պետք է այնպիսի երաշխիք տաս, ինչպես ՆԱՏՕ-ի 5-րդ կետը, և պատահական չէր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մասնակցում էր, այսինքն հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա, նշանակում է հարձակվել ամբողջ կառույցի վրա, այսինքն իրանք գնացին, Վոլոդիմիր Զելենսկին էլ իրանց հետ, այդ չմոռանանք, ուղղակի ես նշեցի եվրոպական երկրները, գնացել ասել են մենք այս մարդու թիկունքին կանգնած ենք։ Ոնց կարող է պատահի նրա անվտանգությունը Ռուսաստանի շահերի հետ կապված երկրորդական բնույթ կրի։ Եվ նրանք հասան դրան, որ Դոնալդ Տրամպը փոխեց իր վերաբերմունքը։ Այն մեր թագավոր ախպեր Դոնալդ Տրամպը փոխեց իր վերաբերմունքը, որ ցանկանում էր հավերժ ընտրվեր 3-4 անգամները, դե դու պարզ է, որ հասկանալի է, որ չի կարող, բայց ինչի եմ ասում։ Չտեսակ այդ տարաբնույթ կարծիք ունեցող եվրոպական լիդերները, որ տենց երկու հարց չկա, որ այդ համաձայնվեն, ամեն մեկ ունի իր կարծիքը, բայց միասնական գնացին և Եվրոպայի շահերն առաջ տարան, Ուկրաինայի շահերը առաջ տարան, բայց Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահը, այսինքն նշանակում է դու Եվրոպայի նկատմամբ էլ ես այդ կարծիքին, ոնց որ մեր Սփյուռքի, երևի, միասնական չեն, տարաբնույթ կարծիքներ ունեն, ոնց դնենք իրանց կշեռքի վրա կշռենք, կամ ոնց զանգենք, ով է այդ հեռախոսահամարի տերը, Հենրի Քիսինջերն է, օղորմածիկ, այդ հեռախոսահամարի տերը, դրա համար էս է իրանց պատկերացումը եվրոպական քաղաքականության, դրա համար էլ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովը քաղաքացիական պայմանագիրը սիրահոժար զիջեց ուժեղ տղեկին, ասես դե ուժեղ Հայաստանում իրանք տենց մի հոգի կնստի, տենց թագավոր ձևով կկառավարի այդ հանձնաժողովը, դուրս եկեք այդ տպավորությունից, որտեղից մի բան լսել եք, այլ մտածեք իրականում ինչա կատարվում, Սփյուռքի հետ լուրջ աշխատանք տարեք, ոչ թե մտածեք Սփյուռքին ոնց նեղացնեք, որպեսզի սիրահաշահեք Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Եղվանը ներկայացել է Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների իր պատկերացումը։ Սփյուռքահայը երկու բան կարող է անել՝ տեղափոխվել Հայաստան, ապրել այստեղ, աշխատել, ստեղծել արժեք, կամ եթե ուզում է այնտեղից ինչ-որ բան անել, զանգել Հայաստան և հարցնել, ինչ կարող է անել այնտեղ։ Ուրիշ հարաբերություն չկա, եզրափակել է պատգամավոր Եղոյանը։ Բայց եթե մենք նորմալ պետություն ենք, և Սփյուռքում ապրում են նաև շատերը, որ մեր հայրենակիցներն են և գնացել են որպես աշխատանքային միգրանտ աշխատում են, և Հայաստանը սահմանադրորեն Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացու նկատմամբ նա գտնվում է Հայաստան պետության իրավազորության, պաշտպանության ներքո, հստակ։ Եվ եթե երկքաղաքացի է Սփյուռքում է գտնվում, Սփյուռքահայ երկքաղաքացի է, նա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի գտնվում է Հայաստան պետության պաշտպանության ներքո։ Դա սահմանադրությամբ է ամրագրված,
Բայց Սփյուռքի մասին որ խոսում ես, բացի այն, որ կամ տեղափոխվեն Հայաստան, կամ էլ Հայաստանին ինչ-որ բանով օգնեն, կարող է ինչ-որ բաներ էլ կամ մենք պետք է օգնենք որպես պետություն, սենց ուժեղ պետություն մեր հայրենակիցներին, նույնիսկ եթե նրանք Հայաստանի քաղաքացի չեն։ Շատ երկրներ գիտեք աշխարհում, որ իր էթնիկ հայրենակիցներին չեն պաշտպանում այլ երկրներում, բողոքի ալիք չեն բարձրացնում, չեն դժգոհում, չեն ասում ինչի եք նրանց ճնշում, նույնիսկ եթե դա Հայաստանի պաշտպանության ներքո չի, որովհետև Հայաստանի քաղաքացի չէ։ Սա ի՞նչ է։ Բա դուք պետություն եք, մենակ ձեզ պետք է տան, կամ պետք է գան ստեղ, կամ պետք է այնտեղից զանգեն ասեն ինչ է ձեզ պետք անենք։ Սա է պետության վերաբերմունքը։ Ու եթե չէ, հանգիստ ձեր տեղը նստեք։ Մի խառնվեք մեր գործերի։ Սփյուռքը այո երկացավ քնից, մտնում է Հայաստանի քաղաքական կյանք, դեռ չհասցրած մտնի տվյալ երկրի քաղաքական կյանք։ Առավոտից իրիկուք, այո շատ հարցեր կարող է տեղյակ չելի, շատ հարցեր կարող է էմոցիոնալ բարձրացնի, ինքը ստեղ չի ապրում, բա ոնց ենք համբերատար ու հետևողական, նրանց անգամ քննադատական կարծիքը հարգալից լսում, փորձում պարզաբանել, բացատրել, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ սրտացավ են, պետք է ամեն ինչ անել, որ այդ մարդիկ, որոնք ապրում են Հայաստանի կյանքով, իրանք շարունակեն ապրել Հայաստանի կյանքով, համարելով Հայաստանը համայն հայության հայրենիքն է, որտեղ ուզում ես ապրի ու ինչ կարգավիճակ ուզում ես ունեցի։ Բա եթե մարդուն առավոտից երեկո նեղացնես, նա արթնանա ու տեսնի, որ ինչ կարծիք հայտնում է Հայաստանը ոչ մեկին հետաքրքիր չի, կամ ասում են փող կտաս, հա, չես տա հաջողություն գնա ինչ ուզում ես արա, չէ վերկացարի ստեղ աշխատի, ինչ է անելու ինքը, բավական է ինքը չունենա ազգային նպատակ, նա ուղղակի կասիմիլացվի։ Բարեկեցիկ երկրում ապրում, հա։ Եթե Հայաստանի կյանքով մտահոգված չլինի, ի՞նչն է խանգարելու նրան այդ երկրի լեզուն իմանալով հանգիստ ինտեգրվի ու ապրի ու աշխատի։ Հայաստանից էլ նեղանա, ասի գնացեք ինչ անում եք արեք է։ Սփյուռքին հայ պահում է նաև այն հայապահպանության ծրագրերը։ Ինչ որ մի ժամանակ դա եղել է դրսում դպրոցներ ունենալով, դպրոցում կրթելով, այո եկեղեցին, որ մարդիկ հաճախել են եկեղեցի, հայկական ակումբներ, մշակութային օջախներ, այո նաև ցեղասպանությունը որպես հարց, որ մենք պետք է ամեն ինչ անենք, աշխարհը ճանաչի եւ ագրեսորը պատժվի, հանցագործը պատժվի, բայց 100 տարի է անցել, այս մարդիկ շատ լուրջ բաների են հասել եւ նաեւ ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճանաչելուց հետո էլ մի տեսակ դժվար է, այսինքն այդ գաղափարի վրա հաջողակ մարդկանց կապել, որ պայքարեք, որպեսզի ճանաչեն, դա այսպես թե այնպես արվելու է, բայց առաջի պլանն է գալիս ինչ է, որ որտեղ էլ ապրես, դու իմանաս, որ քո հայրենիքը Հայաստանն է։ Այդ ժամանակ դու չես ասիմիլացվի, որպես հայ կռիվ կտաս քո հայ լինելու համար, կհպարտանաս քո հայ լինելու համար։ Իսկ եթե քո հայրենիքից նեղացար, թեկուզ նեղանաս օրվա իշխանություններից, երեք նեղացել ես Քոչարյանից կամ Լևոն Տեր-Պետրոսյանից, Սերժ Սարգսյանից, այսօր կարող է նեղանաս Նիկոլ Փաշինյանից, բայց երես թեքես հայրենիքից։ Մենք մեզ ճղում ենք, որ այդ մարդիկ հայրենիքի հետ օրգանապես կապված լինեն, այս մարդիկ ասում են դուք անելիք չունեք։ Եկեք ձեզ հավաքենք մի հատ կշեռքի վրա, մի հատ կշռենք, տենանք ձեր կշիռը, որովհետև ձեր երկրի ղեկավարը ասել է սաղ երկիրը պետք է հավաքեմ իմ տակ, սուպեր վարչապետական համակարգ, միապետական համակարգ, սուպեր վարչապետը չի կարա իրավական համակարգի վրա վերահսկողություն ունենա։ Միապետական համակարգ, որտեղ մենակ այդ ձևով կարող է ինքը կառավարի, որտեղ ինքը պետք է բոլորի ղեկավարն լինի, որ կառավարի։ Այո, պետք է ուղղակի բացատրել Նիկոլ Փաշինյանին, որ Սփյուռքը իր 7 միլիոնով բրդուճ չի, որ դնես քշերքի վրա կշռես ու դնես խեղտես ավտոբուսում եւ ցույց տաս, թե դու ինչ ժողովրդավար բրդուճախեղտ ես։ Էսա ձեր պատկերացումը։ Այս ձևի եք ուզում հարաբերվեք, որպեսի հաջողանաք Էրդողանին։ Եվ սա, փաստորեն տեսեք, այս ձևով իրանք ասենք այս խնդիրները դնելու պարագայում, մեկ էլ ասենք տեսնում ես, հենց որ իրանց պետք կլինի ինչ որ, չնայած ես մի բան էլ ասեմ,
Նրանք ովքեր հիշում են եւ ոչ միայն հիշում են, այլ նաեւ քննադատել են ժամանակին այդ ամեն ինչը, ես որպես հրապարակային հանդես եմ եկել, լավ հիշում եմ 2008 թվականին, երբ որ Սերժ Սարգսյանը նոր էր արդեն դարձել նախագահ, Սփյուռքի նախարարություն ստեղծեց, իհարկե Սփյուռքի նախարարությունը շատ լավ բան է, իսկ դեզ ասեմ, հանկարծ չմտածեք, թե ես դրան դեմ եմ, կողմ եմ Եվ նաև փորձում է Սփյուռքի հետ աշխատանք տանել, դա էլ շատ կարևոր է ու շատ օգտակար, բայց ինքը ինչ էր ուզում, Սփյուռքը դարձնել կառավարելի, Սփյուռքը կազմակերպել, միած Սփյուռքի ղեկավար ունենալ, այդ Սփյուռքի ղեկավարին ինքը ստեից կառավարեր, Սփյուռքի կառույցներին միասնական հավաքեր իրար գլուխ եւ այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատանք էին տանում։ Այսինքն պարակտենք Սփյուռքը, որպեսի բոլորը ենթարկվեն Հայաստանի նախագահին։ Իհարկե դա ձախողվեց, որովհետև դա տենց է չհաջողվեց Սերժ Սարգսյանին, հայրենասիրական դա ուզում էր ցույց տալ Սփյուռքի հետ, տեսեք Հայաստան-Սփյուռք ինչպիսի հավաքներ են կանում, նախարարությունն են կարևորում, այդ բոլորի տակը դա էր։ Բայց քանի որ Սերժ Սարգսյանի կոստյումը տենց էլ Նիկոլ Փաշինյանի վրա է, սահմանադրությունից բացի նաև կառավարման համակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ է տենց մտածում, Սփյուռքը պետքա լինի կառավարելի, եթե Սփյուռքը կառավարելի չի, այդ Սփյուռքը մեզ պետք չի։ Վերջ, այս է այդ մարդկանց պատկերացումը, ուրա մի հեռախոսը համար ասեք զանգենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Պակիստանը վերջերս եւ վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Սա վկայում է այն մասին, թե ինչպես են մերձավոր արևելքի երկրները միավորում եւ թե ինչպես են նրանք վերջապես կարողանալու ավելի արդյունավետ պաշտպանել իրենց։ Շնորհավորում եմ այս երեք երկրների մեծ ղեկավարությանը, սա մեծ համարձակ եւ կարեւոր առաջին քայլ է։ Իհարկե, շատերը այն կարծիքին են, որ սա նաև անվստահություն է Դոնալդ Թրամփի նկատմամբ, որ տեր չկանգնեցիր մեզ ստիպված եղանք մենք մեր անվտանգության համակարգը ստեղծել, բայց մինչև Դոնալդ Թրամփը այս երեքի կենացը խմելը հասցրել ենք նրանք ովքեր իմ խոսքին հետևում են, տեսել են, որ ինչքան էլ ես ասել եմ, ինչքան էլ որ կարծեն, որ սա անդեմ Ամերիկայի է, սա նաև զսպող գործոն է Իրանին։ Իսկ եթե Իրանին զսպող գործոն է, որովհետև հարձակվել 3-ից 1-ի վրա, նշանակում է հարձակվել բոլորի վրա, իսկ տարածաշրջանում Թուրքիան եւ Իրանը լուրջ մրցակիցներ են, ով պետք է դերակատարություն ունենա տարածաշրջանի վրա, իսկ եթե այս պարագայում Ամերիկան հարվածում է Իրանին, պատասխան է տալիս արաբական նավթային երկրներին, բայց այնտեղ հարցը արդեն Սաուդյան Արաբիան է, որ ամենաազդեցիկ նավթային պետությունն է այս տարածաշրջանում Իրանը պետք է լավ գցի բռնի էլի ռիսկանի դա անի թե չէ, որովհետև կարող է շատ ծանր պատասխաններ ստանա, որովհետև այս իրանց համաձայնագրով գրված է հարձակվել մեկի վրա, նշանակում է հարձակվել համակարգի վրա։ Այո, եթե սրա տակ իսկապես կա նաև անվստահություն, որ Դոնալդ Թրամփը մեզ տեր չկանգնեց, իրանք սա ստեղծում են, բայց եւ միևնույն ժամանակ այդքան էլ այնպես չի, որ Դոնալդ Թրամփը չէր կարող ողջունել, մտածելը, որ ինչ լավ է, այնա ես գլուխ չեմ հանում Իրանից, իրանք այս տարածաշրջանը կզսպեն։ Դոնալդ Թրամփը խնդրեմ չունի ոչ Պակիստանի հետ, ոչ Սաուդյան Արաբիայի հետ, ոչ էլ Թուրքիայի հետ։ Երեք իրար հետ էլ խնդրեմ չունի, բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինի, որովհետև եթե մի քիչ ծավալը մեծացավ, իր դերակատարությունը պակասացնելու է։ Մենակ այն չի, որ ինքը լավ գործընկեր կլինի դրանց հետ։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության նախագահ Կիմ Չեն Անի հետ իր շատ լավ հարաբերությունների մասին եւ դժգոհություն հայտնել այն մասին, որ Միացյալ Նահանգները վաղուց համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքներին։ Այս զինավարժությունները ոչ միայն թանկ են նստում, ընդ որում ծախսերի մեծ մասը ինչպես միշտ իր վրա է վերցնում ԱՄՆ, այլև բացարձակապես անտեղի է թշնամական ազդանշան է ուղարկում մի երկրի, որը Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ սպառնալիք չի ներկայացրել եւ հարգանք է դրսեւորել։ Հետևաբար, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանք չեղարկելն արդեն շատ ուշ է, ես հանձնարարել եմ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթին էականորեն կրճատել համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները, գրել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նշել է, որ վերջերս հասցրել է
Հարցրել է Կորեայի Հանրապետության նախագահին, թե արդյոք նրա երկիրը չէր ցանկանա միանալ ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության միջուկազերծման գործում, ինչին տվել է պատասխան. ոչ, շնորհակալություն։ Հիմա հասկանանք ինչ է ասում Դոնալդ Թրամփը։ Զորավարժություն համատեղ չանենք Հարավային Կորեայում, որ չզայրացնենք Հյուսիսային Կորեային, իսկ ինչու չզայրացնենք, որովհետև Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ընին շատ է սիրում Դոնալդ Թրամփը, հիշում եք, որ ասում էր նենց եմ կարոտել, չեք պատկերացնի ինչ լավ ենք մենք իրար հետ եղել, ես գիտեմ, որ ինքն էլ ինձ է կարոտում, այսինքն այդ սերը իրանց փոխադարձ է, բայց մոռանում է Դոնալդ Թրամփը, որ այսօր Կիմ Չեն Ընը զենքուզորք է տալիս Ռուսաստանին Ուկրաինայի դեմ կռվելու և իր գործընկերները Եվրոպայում այստեղից այնտեղից փող են ճարում, որ Ամերիկայից զենք առնեն, տան Ուկրաինային, որ կռվի։ Հյուսիսային Կորեայի հետ կապված շատ զգուշ է Դոնալդ Թրամփը, որ հանկարծ Կիմ Չեն Ընը չնեղանա Իրանից, այս ինչ է կանում, բայց կարող է հանկարծ Դոնալդ Թրամփը հիշի, չէ, այդ ժամանակ չի հիշի, ինքը 1946 թվին է ծնվել, բայց կորեաները բաժանվել է 45 թվին, ինքը ծնված չէր։ Լավ, ես ուղղակի հիշացնեմ իրան, ուրեմն 1945 թվականին, երբ որ արդեն Պոտսդամի կոնֆերանսով վերջնական որոշվեց, որ եթե ուլտիմատումը չընդունի Ճապոնիան, ապա Խորհրդային Միությունը դեպի առձե 3 ամսվա ընթացքում պետք է գնար հարձակվեր պատերազմի մեջ մտներ Ճապոնիայի դեմ, ինքը մտավ հարավային Սախալին, ինքը մտավ հարավային Կուրիլներ, ինքը մտավ Մանջուրիա և Հյուսիսային Կորեա։ Այն դեպքում, երբ որ պատերազմը օգոստոսի 9-ին սկսել ես, 5 օր հետո կապիտուլյացիայի ակտը հայտարարվել է Ճապոնիայի կողմից։ Բա որ 5 օր հետո պատերազմը պրծել է, դու Հյուսիսային Կորեայում ինչ էիր կորցրել։ Ճապոնացին զենքը վայր է դրել, դու ինչ էիր կորցրել Հյուսիսային Կորեայում։ 10 օր հետո, կապիտուլյացիայից 10 օր հետո մտնում ես Փխենյան։ Մի հատ հարց չի ծագում, ինչ էիր անում այնտեղ։ Ու այդ ժամանակ շատ դանդաղկոտ, բայց այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարավային Կորեա մտավ և պաշտպանեց Սովետական Միության օկուպացիայից և որոշվեց, որ 38-րդ հորիզոնականով կորեաները բաժանվում են հյուսիսայինի և հարավայինի և ՄԱԿ-ը առաջինը որպես պետություն ճանաչել է հարավային Կորեան, որից հետո Հյուսիսային Կորեան այնուամենայնիվ հասավ դրան, որ նա որպես պետություն ճանաչվի, բայց հենց ինքը Խորհրդային Միության ազդեցության տակ կոմունիստական երկիր էր ստեղծում, ցանկացավ կոմունիզմ կառուցել նաև հարավային Կորեայում և հարձակվեց հարավային Կորեայի վրա, ով պաշտպանեց հարավային Կորեան, որը որ ազդեցության տակ էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չգիտի, որ այդ 38-րդ հորիզոնականից ներքև Ամերիկայի շահը պաշտպանությունը չլինի, աջակցությունը չլինի, այնպես չի, որ Հյուսիսային Կորեան հարավայինից ուժեղ է, ոչ մի բանով ուժեղ չի, բայց ամբողջ փողը դնում է զենքի վրա։ Եվ ասում է, եթե որևէ մեկը ինձ նեղացնի, ես կհարվածեմ հարավային Կորեային, պետք է լի միջուկային զենքով կհարվածեմ։ Այսինքն դու պարտավորություն ունես այդ հարավային Կորեայի առաջ և դու չես եղել ագրեսորը Հյուսիսային Կորեայի հանդեպ։ Հյուսիսային Կորեան է եղել ագրեսորը Ամերիկայի ու հարավային Կորեայի հանդեպ։ Դու գնացել ես աջակցելու համար կանգնել ես։ Եթե դու այնտեղ տեր չկանգնեիր, նա գրավում էր հարավային Կորեան։ Ոնց որ Վիետնամում տեսակ ինչ եղավ, որ հյուսիսային և հարավային վիետնամները միացան դառավ մի պետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունից դուրս եկավ։ Դոնալդ Թրամփը այս մասին չգիտի։ Այսինքն դու ինչի ես արդարանում Կիմ Չեն Ընի մոտ, քո զորավարժությունը։ Դու քո պարտավորությունների շրջանակում նրա հետ գործընկեր ես, ոնց որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի այդ պարտավորվածությունների շրջանակում նրան դրոն է տալի, բալեստիկ հրթիռ է տալի ու զորք է տալի ու ասում մենք պետք է միասնական գործենք, որ միջուկային զենքի հետ կապված սանկցիաները, որը ՄԱԿ-ը որոշեց կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, Ռուսաստանն ասեց չպետք է կիրառեք, ինքը իմ գործընկերն է։ Այս ամեն ինչը Դոնալդ Թրամփը չգիտի, որ հիմա արդարանում է Կիմ Չեն Ընի մոտ, որ կներես էլի
ես հոգու դեմ չէ bez զորավարժությունն անում, հա չէ չումի նեղանա, մենք իրար հետ լավ ենք, դա քո պարտավորությունների շրջանակում է, որովհետև Տեր ես կանգնե, գարանտ ես կանգնե այդ երկրին, եթե արդեն հրաժարվում ես, ասա, այդ մարդիկ իրանց գլխի գալիքն իմանան, խաղեր պետք չի տալ իրանց թշնամու հետ, իսկ ինչի պետք է նրանք օգնեին Իրանի դեմ պատերազմում, ինչ առիթով, դու Իրանի հետ պատերազմ ես սկսել, ասել ես մենակ կհաղթեմ, առավոտ խփում եմ հոգևոր առաջնորդին, պահանջում եմ, որպեսզի զենքը վայր դնեն, նրանք էլ դնում են, էլ մտամսկի եվրոպական առաջնորդներին բանի տեղ չես դրել, ասես ինչ իրանց հետ իրանց իրազեկեմ կամ համաձայնեցնեմ, նրանք ով են որ, բա դրանից հետո հիմա արդեն տեղը նեղվել է, հերթով բոլորից նեղանում ես, ասում ես ինձ չօգնեցին։ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս աշնանը ես կներկայացնեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր։ Եթե այն ընդունվի, պատժամիջոցների տակ գտնվող անձանց ձեռնարկությունների եւ կազմակերպությունների թիվը միանգամից կաճի 1/3-ով։ Կալասը հույս է հայտնել, որ Եվրամիության եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցային քաղաքականության հարցում կմոտենան, հղում անելով ԱՄՆ կոնգրեսի սենատում վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրեհեմի համապատասխան օրինագծի համաձայնեցմանը։ Այսինքն Կայա Կալասը ոչ միայն խոսում է պատժամիջոցների մասին, այլև Միացյալ Նահանգներին ասում է, որ մեր քայլերը պետք է լինեն համահունչ, միասին պետք է անենք, մանավանդ որ նոր է կես օրինագծի ընդունել Լինդսի Գրեհեմի պատվին եւ բնական է բերեք միասին անենք, դրանով ճնշենք Ռուսաստանին, որ գնա խաղաղության, պարտադրենք խաղաղություն։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ, որը ենթադրում է պատժամիջոցներ եւ տնտեսական ճնշում, վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի ուժեղացմանը։ Այն ուղին, որին ԱՄՆ հետևում է 1953 թվականի օգոստոսի 19-ից, մինչ օրս որևէ այլ արդյունք չի բերել, բացի երկու կողմերի միջև չարության եւ թշնամանքի կուտակումից։ Վերջին 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ն ինքն իրեն գծել է պատերազմների, սպառնալիքների, ճնշումների եւ պատժամիջոցների թակարդն ու արատավոր շրջանը։ Բաղային ընդգծել է, որ Իրանը ձեռնարկել է բոլոր նախազգուշական միջոցները եւ անհրաժեշտության դեպքում կօգտագործի բոլոր միջոցները տապալելու ԱՄՆ-ի եւ Իսրայելի ցանկացած նոր թշնամական պլան Իրանի դեմ։ Առաջին պատժամիջոցները սահմանվել են Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից կարճ ժամանակ անց, դրանց պատճառը 1979 թվականի նոյեմբերի 4-ին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումն էր։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի նոյեմբերի 14-ի հրամանագրով դադարեցվել է իրանական նավթի գնումը, սառեցվել էին իրանական ավանդները եւ ամերիկյան բանկերում եւ դրանց արտասահմանյան մասնաճյուղերում, ինչպես նաև արգելվել էր զինվորական սարքավորումների, պահեստամասերի վաճառքը Իրանին։ Ստեղ պարզաբանման հարց կա, շատ հարցերում Իրանը, որի շահերը ներկայացնում է միանշանակ հասկանալի է, այնպես չէ ամեն ինչ ընդունել է, բայց հասկանալի է ինչ են ասում, հարձակվել ես պաշտպանվում ենք։ Բայց երբ որ ինքը մեղադրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ բերում է ինչ-որ ամսաթիվ 1953 թվականի օգոստոսի 19-ից մինչև օրս, որ իրանց նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները սանկցիաներ է կիրառել, քաղաքականություն է տարել։ Ինչ է այդ օգոստոսի 19-ը 53 թվական։ Դե հիշում ենք, որ արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ Իրանը Գերմանիայի գործընկերն էր, իդեպ Գերմանիային խաղի մեջ մտցրեց Ռեզա Փահլավին, այս Մոհամեդ Ռեզա Փահլավի հայրը, էլի, այս հիմա այս թագաժառանգի պապը, ինքը գերմանացիների միջոցով բրիտանացիներին հանեց, բայց երբ որ արդեն պատերազմի մեջ ներքաշվեց Գերմանիան խորհրդային միության հետ, ասին հոп, այդտեղ այդ տարածքը օգտագործելու են մեր վրա հարձակվելու համար, բավական լուրջ նավթային հոսքեր, ռեսուրսներ եւ այլ, խորհրդային միությունը օկուպացրեց հյուսիսը, հարավային մասն էլ
Բրիտանիան վերադարձավ եւ օկուպացրեց հարավային մասը։ Հիմա դրանից հետո, երբ որ արդեն 42 թվականին պայմանագիր կնքվեց եռակողմ Իրանի, Մեծ Բրիտանիայի եւ Խորհրդային Միության միջև, 43 թվականին էլ պատերազմ հայտարարվեց Գերմանիային, Իրանի կողմից չնայած սիմվոլիկ էր, որովհետև դա օկուպացված տարածք էր, ինքնուրույն պետություն էր, հիմա էլ հայտարարել։ Բայց այնուհետ դա էլ ընդունեցին, եւ Իրանը դարձավ հակահիտլերյան կոալիցիայի անդամ եւ ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկը։ Հիմա հարց. քեզ փրկեցին, օկուպացնելով փրկեցին, որովհետև չասեցին, որ դու Հիտլերի գործընկերն ես եւ դու պատասխան չտվեցիր քո արածի համար։ Ընդհակառակը եկան Ռեզա Փահլավին հրաժարական տվեց հօգուտ իր զավակի Մոհամեդ Ռեզա Փահլավիի։ Եվ իրան էլ հանգիստ բրիտանական նավով ուղարկեցին գնաց վերջում էլ Յոհանեսբուրգում էլ մահացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այսինքն հորն էլ չնեղացրեցին։ Ինքը եկավ իշխանության, այսինքն թագավորական կարգը պահպանվեց, Փահլավիների դինաստիան շարունակեց։ Այդ հնարավորությունը Բրիտանիան տվեց, որ Գերմանիայի միջոցով իրան հանել է Իրանից։ Բայց էլ չմոռանանք, չէ՞։ Որից հետո ինչ տեղի ունեցավ։ Դու դարձար իրանց գործընկեր, բայց իրանք ուզեցան, որ դու գործընկեր դառնաս։ Ու երբ որ 53 թվականին ասում են Մոհամմադ Ռեզա Փահլավի կառավարման ժամանակ շատ լուրջ նաև սխալներ եղավ։ Ինքը փորձում էր բարեփոխիչ լինել, Ամերիկայի լավ լներ եւ այլ, բայց միևնույնն է, ինքը շատ հարցերում ուրիշ ձևի կառավարման կողմնակից էր, ի վերջո եկավ մի պահ, որ 51 թվականին ժողովրդական, այսպես ճանապարհով վարչապետ դարձավ Մոհամմադ Մոսադեղը։ Եվ ինչ արեց, առաջարկեց ազգայնացնել նավթը, նավթի կամպանիաների հարցը, որը վերաբերում էր ուղղակի Բրիտանիային։ Եվ այո, Մեծ Բրիտանիան հատուկ ծառայությունները կենտրոնական հետախուզական վարչության եւ բրիտանական մի 6-ի միջոցով կազմակերպեցին ցնցումներ եւ այլ, եւ Մոհամմադ Մոսադեղին տապալեցին։ Եվ այդ ամեն ինչը օրինականացրեց Շահինշահ Մոհամմադ Ռեզա Փահլավին, որովհետև ինքը ստորագրեց եւ նրան պաշտոն անկարեց։ Նրան իհարկե բանտարկեցին եւ աքսորեցին։ Կարելի է ասել լավ արեցին թե վատ, որ տապալեցին, բայց հարց էր ծագում։ Բրիտանիան ձեզ փրկեց, դուք պատասխան չտվեցիք Գերմանիայի արածի համար, Գերմանիայի այդ գործընկեր լինելու համար։ Բրիտանիան ձեզ փրկեց, իսկ դուք ինչ արեցիք, իր ձեռից խլեցիք նավթային ընկերությունները, խլեցիք նրա վերահսկողությունը։ Բայց կարա նա ուղղակի օկուպացներ ու դուս էլ չգար, որպես Գերմանիայի դաշնակից։ Եվ հետո, երբ որ դժգոհում եք Ամերիկայից, թե ինչու եք սանկցիաներ կիրառել դրա հետ կապված, կարող է պատահաբար հիշեք, որ Խորհրդային Միությունը օկուպացրել էր Իրանի հյուսիսը 600,000 քառակուսի կիլոմետր, Թուրքիայից մինչև Թուրքմենստան։ Ամբողջ հյուսիսը օրգանապես կտրել էր Իրանին։ Եվ այդ ժամանակ, երբ որ արդեն ստորագրեցիր դարձար հակահիտլերյան կոալիցիայի անդամ, պարտավորվեց 6 ամսում զորքը հանի, բայց զորքը չհանեց, ասեց չեմ էլ հանելու։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կատեգորիկ կերպով ասեց, բախտդ չփորձես, զորքը տեից կհանես, որովհետև այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները միակ միջուկային գերտերությունն էր եւ արդեն միջուկային ռումբը գցել էր Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա օգոստոսի 6-ին եւ օգոստոսի 9-ին։ Այո, կարելի է Ամերիկայի Միացյալ Նահանգներին շատ բանում քննադատել, բայց պետք է լինել բազմակողմանի ինֆորմացիան, ստացեք ինֆորմացիան, դուք որոշեք ում կողմից եք, ձեր համակրանքը կամ հակակրանքը ում կողմն է, բայց փաստերը միակողմանի ներկայացնելը ճիշտ չի։ Կարող է մեր հասարակության մեջ մարդիկ լսեն, ասեն դե էս Ամերիկան ինչ ա ուզում, էս Իրանից։ Բրիտանիան փրկեց ձեզ, դուք իր ձեռից խլեցիք իր ունեցածը, Ամերիկան փրկեց ձեզ, դուք նեղացաք Ամերիկայից։ Իսկ ինչ ա եղել, լավ, 79 թվականի նոյեմբերի 4-ն էլ ասենք։ 79 թվականի նոյեմբերի 4-ին լցվեցիք ամերիկյան դեսպանատուն, մարդկանց պատանդ վերցրեցիք։ Ինչի համար, որովհետև ասում եք տվեք մեր Շահինշահ Մոհամմեդ Ռեզա Փահլավիին, որպեսզի դատենք ու կախենք, դատապարտ մահապատժի դատապարտենք։
Իսկ այդ մարդը դուրս երեք է տարբեր երկրներ գնալով հազիվ գնաց վերջում արդեն մահամերձ վիճակում գնաց Ամերիկա արյան քաղցկեղ ուներ գնացել էր որ Ամերիկայում բուժվեր լցվել եք դեսպանատուն ասում եք տվեք սպանենք ասում էր մեռնում է այս մարդը ինչ է տանք սպանենք դե տենցա է մենք ձեր դեսպանատան աշխատողներին պատանդ ենք քանի ամիս մնացին Այս չի ձեր արածը եղել իդեպ Մահմուդ Ահմադինեջադն էլ որ եղավ Իրանի նախագահ 2 ժամկետով այն ժամանակ ասում էին որ ինքն էլ այդ շարժմանը մասնակցել է 23 տարեկան էր հենց առանձնապես ինչ չէր ինքը ուսանողական ժամանակից ճտպտան տղա էր տենց ակտիվ բաների մասնակից էր ինքը դեսպանատուն մտնողների մեջ էր 23 տարեկան հասակում լավ դա չի կարև ուզում եմ ասեմ ի վերջո դրանից հետո Մոհամմադ Ռեզա Փահլավին ասես լավ դուրս գամ երկրից որովհետեւ իմ պատճառով դուք խնդիր եք ունենում հետ եկա հասավ Եգիպտոս փորձեցին վիրահատեն փրկեն չկարողացան եւ 60 տարեկան հասակում այդ մարդը մահացավ մահամերձ մարդուն 8 ամիս հետո մեռավ այդ մարդը Դրա պատճառով Ամերիկայի հետ հարաբերություն եք վատացրել Ամերիկային դուք այդ հարցում ինչու՞մ եք մեղադրում Ժողովուրդ ջան, դրա համար երբ որ ես ասում եմ, ես փորձում եմ ասել օբյեկտիվ կարծիք, դուք որոշեք։ Պատահական չի, որ մեկ առիթ ալնում ասում եմ, ես երբ որ ասում եմ անձրև է գալիս, ես անձրևի լոբինգը չեմ անում կամ անձրևի շահերը չեմ պաշտպանում։ Դուք որոշեք, եթե ձեզ անձրևը դուրս չի գալիս, տնից դուրս մի եկեք։ Եթե ձեզ անձրևը դուրս է գալիս, ցանկանում եք դուրս գալ եւ անձրևի տակ բոբիկ ոտով թրջկոտեք, դա դուք որոշեք, ուրախացեք, որ այս անձրևը կգա։ Կամ ուղակի դուրս գալուց անձրևանոց վերցրեք։ Դա ձեր քաղաքական ճաշակն է, Իրանի կողմից եք, Ամերիկայի կողմից եք, թե ոչ մեկի կողմից չեք։ Բայց երբ որ Ամերիկան անում է քայլեր, որոնք որ անընդունելի է, ասում ենք այսպես է։ Բայց երբ որ Իրան դու դնում ես պատմական բաներ ես ներկայացնում եւ ուրանում ես Ամերիկայի արածը, որ ստիպեց Խորհրդային Միությունը իր բանակը հանեց մի տարի հետո մայիսի 6-ին, այսինքն պատերազմն ավարտվելուց մի տարի հետո հանեց, ոչ թե 6 ամիս հետո որ պետք է հանե։ 6 ամիս հետո ոչ միայն չէր անել, ասել չեմ էլ անելու։ Այդ տարածքը տենց էլ օկուպացված մնալու էր։ Դրա համար ժողովուրդ ջան, դուք որոշեք, ում կողմից եք, ինչ եք, բայց ճիշտ է իմացեք, միակողմանի չլինի։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։